ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնեց նախատեսված բարձրացման մասին, նշելով, որ դրան հնարավոր է եղել հասնել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճի շնորհիվ, նաև հունվարի 1-ից ներդրված առողջության համապարփակ ապահովագրությունն է կանխատեսելի եւ կառավարելի եղել։ Շուրջ 670,000 քաղաքացիների եկամուտներն այսպիսով կավելանան։ Հիմնական մասի համար աճը 10,000 դրամ կլինի։ Նվազագույն կենսաթոշակի չափը ներկայիս 36,000 դրամի փոխարեն կդառնա 46,000 դրամ։ Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը ներկայիս 24,000-ի փոխարեն կդառնա 34,000 դրամ։ Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 20,000 դրամի փոխարեն կդառնա 21,000 դրամ։ Զինվորական ծառայության ստաժի 1 տարվա արժեքը 1,750-ի փոխարեն 2,000 դրամ կլինի։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար ներկայիս 50,600 դրամի փոխարեն կդառնա 64,600 դրամ։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար 41,400 դրամի փոխարեն կդառնա 54,800 դրամ։ Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար 38,000 դրամի փոխարեն կդառնա 48,000 դրամ։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 38,000-ի փոխարեն կդառնա 48,000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի դեպքում ներկայիս 120,000 դրամի փոխարեն 170,000 դրամ։ Կավելանան նաև ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու նպաստները։ Ծերության նպաստի չափը 36,000-ի փոխարեն 46,000 դրամ։ Ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար 39,000-ի փոխարեն 49,000 դրամ։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար 37,500-ի փոխարեն 47,500 դրամ։ Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար 36,000-ի փոխարեն 46,000 դրամ։ Հաշմանդամ երեխա ճանաչված անձ կարգավիճակ ունեցող անձի համար 39,000-ի փոխարեն 49,000 դրամ։ Սա էական սոցիալական բարելավում է լինելու մեր քաղաքացիների համար ու մի կարևոր բան է, այս ինչ որ ասեցինք, չհաշված հետվճարը, որտեղ կա նաև հետվճարի հնարավորություն, որը մենք արդեն հունվարի 1-ից բարձրացրել էինք, դարձնելով 20% եւ մինչեւ 10,000 դրամ, եւ սա նշանակում է, որ մեր քաղաքացիները կարող են ավելի բարձր հետվճար ստանալ, որովհետև եթե օրինակ 36,000 դրամ ստացող քաղաքացին իր ամբողջ կենսաթոշակն էլ անկանխիկ ծախսեր, նա ստանալու էր 7,200 դրամ հետվճար։ Հիմա նա կարող է ստանալ 9,200 դրամ հետվճար, որը համարյա հավասար է սահմանաչափին, այսինքն ըստ էության եւս 10,000 դրամ ավելացում եւ հետեւաբար ստացվում է մոտավորապես 20,000 դրամ ավելացում, ինչը շատ էական է։ Սրան հնարավոր է եղել հասնել հարկաբյուջետային քաղաքականության տնտեսական աճի շնորհիվ, եւ թոշակառուներն ու նպաստառուներն իրենց առօրյայում զգալու են այս ամենի ազդեցությունը, վստահ է Արսեն Թորոսյանը։ Նախարարը հակադարձում է ընդդիմախոսներին, թե սա նախընտրական քայլ է։ Մենք առաջի անգամ չի որ կենսաթոշակները բարձրացնում են, որտեղ նման բաներ լսեցի, սպասեցին այսքան տարի, որ կենսաթոշակները բարձրացնեն մեր շատ գրագետ ընդդիմադիրների կողմից, որտեվ պարզ գրագիտություն է անհրաժեշտ այդ ամեն ինչը կարդալ եւ տեսնել։ Մենք 3-4 անգամ կենսաթոշակներ ենք բարձրացրել այս ընթացքում։ Չհաշված հետվճարը, ասենք վերջի բարձրացումը հունվարի 1-ին ա եղել, էլի, կոպիտ ասած, 2 ամիս առաջ հետվճարի տեսքով։ Երկրորդը մենք ունենք կառավարության ծրագիր, որի մեջ գրված է մեր քաղաքականությունը կենսաթոշակային, փոխկապակցված նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի հետ, իսկ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի հետ, եւ մենք ըստ էության կատարում ենք մեր խոստումը մեր քաղաքացիներին։ Եվ ոնց որ մինչև էտել մեզ մեղադրում էին, որ մենք մեր խոստումները չենք կատարում, դե հա, որ ասում են վատ պարողին խանգարող շատ բաներ կան։ Եթե այս ավելացումն արվեր 2025 թվականին, ընդդիմախոսները կասեին, թե նախընտրական տարի է, հիմա էլ ասում են ընտրական տարի է։ Սա էլ ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գնահատականն է։ Երբ էլ որ այս փոփոխությունը տեղի ունենար, ընդդիմությունը կամ մեր արտախորհրդարանական ընդդիմությունը միշտ պիտի գտներ քննադատելու ինչ-որ մի եզրեր, որպեսզի ուղղակի իշխանություններին մեղադրեր պատեհապաշտության մեջ։ Եվ եթե մենք հիշենք անգամ խորհրդարանական ընդդիմության կեցվածքը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, որին իրենք
չեն մասնակցել կամ ընդհանրապես չեն քվեարկել, դեմ են եղել որևէ փոփոխությունների եւ ցանկացած դրական փոփոխություն բերող օրինագծի իրենք վերաբերվել են որպես ընտրություններից առաջ ընտրողների սիրտը շահելու գործիք։ Եվ այս համատեքստում շատ սպասելի էր, որ որոշ ուժեր սկսեն դա որակել որպես ընտրություններից առաջ ընտրողների սիրտը շահելու գործողություն կամ սա մի գործընթաց էր, որը տեղի ունեցավ ընդդիմադիրների հուժկու ճնշումների ներքո։ Կառավարող ուժի թիրախն է վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ կրճատել աղքատությունը, ընդգծում է Հերիքնաց Տիգրանյանը։ Մի քանի ամիս առաջ էլ խորհրդարանում մեզ մեղադրում են, թե ինչու չենք բարձրացնում նպաստները աշխատավարձերը, որովհետեւ մենք ստանձնել ենք մեր այդ ծրագրով, հնգամյա ծրագրով նման պարտավորություն։ Եվ այն ժամանակ եթե մեղադրում են ինչու չեք անում, հիմա մեղադրում են մեզ թե ինչու եք անում, բայց գիտեք, այս ամբողջը աղմուկ է, մենք ավելի շատ պիտի նայենք մեր շահառուների համար, որքանով սա բերում է բարեկեցություն։ Բացի տնտեսական աճի գործոնից, բյուջեում կան պահուստային միջոցներ, որոնք թույլ են տալիս այս ավելացումն անել։ Ամեն ինչ հաշվարկված է, վստահեցնում է նախարարը։ Շատ տարօրինակ կլներ, երբ որ դու քաղաքական ուժ ես ու հավակնում ես ընտրություններում նորից քվեի, անես այնպիսի բաներ, որ քո հաղթանակի դեպքում հետո տակից դուրս չգաս, հա, ժողովրդական լեզվով ասած, այդտեղ հակատրամաբանական, այսինքն տրամաբանությունից դուրս է։ Եվ մենք չենք առաջնորդվում մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով։ 5.1%-ի փոխարեն 7.2% տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող հնայի ավելացում, սրանք թույլ են տալիս, որ պետությունը կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման գնա, տնտեսագետների կարծիքն է։ Որովհետեւ այդ նույն տնտեսական աճը պետք է հնարավորինս հավասարաչափ բաշխվի հասարակության տարբեր խավերի միջև, այդ թվում նաև խոցելի խավերի։ Նման սոցիալական կոնկրետ թիրախային քայլերի միջոցով այդ տարբերությունը, այսինքն եկամուտների տարբերակում աստիճանաբար պետք է կրճատվի։ Ներառական տնտեսական քաղաքականության նաև իմաստը կայանում է նրանում, որպեսզի նաև այն խավերը, որոնք ներգրաված չեն փաստացի տնտեսական հավելյալ արդյունքի ստեղծմանը, իրենք եւս ունենան հնարավորություն օգտվել այդ արդյունքից, իսկ դա իրականացնում է պետության բաշխիչ հարկաբյուջետային քաղաքականության, նաև սոցիալական թիրախային քաղաքականության միջոցով։ Այս փոփոխությամբ արդեն կենսաթոշակները կհասնեն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, կարծում է տնտեսագետը։ Կարծում եմ այս քայլը, ինչպես նշեցի, նաև նույն քեշբեքի այդ մեխանիզմի կիրառման, նաև բժշկական ապահովության համակարգի, քանի որ նաև տարեցմարտիկ էլ ավելի հաճախ են դիմում նման ծառայություններին եւ նրանց անվճար այդ փաթեթի կիրառումը եւս մենք պետք է ընդհանուր դիտարկենք եւ կարծում եմ այս ամբողջական փաթեթի մեջ բավական զգալի, այսպես ասած, արդյունք կարող է տալ։ 2009 թվականին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 8000 դրամ էր, 2018 թվականին 16000 դրամ։ Այս փոփոխությամբ միայն վերջին 8 տարում աճը գրեթե եռակի է դառնում, հասնելով 46000-ի։ Հերիքնաց Տիգրանյանի խոսքով, եթե հետվճարն էլ հաշվեն, ապա ավելի բարձր կստացվի։ Մենք ամեն անգամ փորձում ենք մեր քաղաքացիներին նաև իրազեկել ու սապանել, թե ինչու պետք է վճարել հարկեր եւ որտեղ են ծախսվում այդ հարկերը, որ այդ հարկը ուղղակի չի կորչում, որ այդ հարկը կոնկրետ մեկի գրպանը չի գնում կամ չի դառնում ինչ որ խաղաղտուն կամ ժամանցի վայր ուղղակի ժամանցի համար, բայց դա դառնում է ենթակառուցվածք, դա դառնում է բարեկեցություն, դա դառնում է առողջապահություն։ Ի վերջո նաև երբ որ քննադատում են, որ կենսաթոշակ նպաստ չենք բարձրացրել, 26-ի բյուջեով նախատեսված չէր, բայց մենք ունենք առողջապահության ապահովության համակարգում ներգրաված շահառուների այն խմբերին, որոնք հենց այդ սոցիալապես խոցելի խմբերն էին եւ որոնք ամենաշատ ունեին առողջական բժշկական ուրեմն ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն։ Այս ավելացումը եւ հետվճարի վերադարձը բյուջեի վրա լրացուցիչ 80 միլիարդ դրամ կարժենա, իսկ մյուս տարի 100 միլիարդից ավելի, մանրամասնում է նախարարը։ Արսեն Թորոսյանը շեշտում է, երկարամյա աշխատանքային ստաժ ունեցողները անարդարության զգացում չպետք է ունենան։ Ամենևին անարդարության զգացողություն չկա, իրենց այսօրվա կենսաթոշակը հաշվարկվում է նույն բանաձևով 24000 դրամի վրա գումարելով իրենց ստաժը եւ դրա համար իրենք ավել են ստանում եւ հիմա 34-ի վրա է գումարվելու իրենց ավել ստաժը եւ հետեւաբար իրենք շարունակելու են ավել ստանալ, ոչ մի բան այս առումով չի փոխվում եւ իրենց վաստակը ըստ էության ըստ արժանվույնս գնահատվում է ժամանակին աշխատած։
Կենսաթոշակների եւ նպաստների ավելացման որոշման նախագիծն արդեն պատրաստ է եւ առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը։ Նախագծում ընդգծվում է, որ դրա ընդունմամբ իրագործվում է կառավարության ծրագրի 4-ի 6-րդ մասով նախատեսված կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթը։ Ապրիլի 1-ից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48993 դրամից կդառնա 59181 դրամ։ Զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96321 դրամից 104852 դրամ։ Քանի որ կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնելու է նաև հետվճարի միջին ամսական չափի ավելացման, ըստ կանխատեսումների կենսաթոշակի միջին ամսական չափերը կավելանան միջինում եւս 8692 դրամով, կազմելով աշխատանքային կենսաթոշակի դեպքում 67873 դրամ եւ զինվորական կենսաթոշակի դեպքում 113544 դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան եւ Գևորգ Նահապետյան, Գիրակ Նորյալ լուրեր։